Երևանները համահայկական նշանակության թագավորություն են ստեղծել։ Ըստ էության նրանք Վանի թագավորության ժառանգության վրա էին գահակալում, այսինքն զբաղեցնում էին նախորդ համահայկական թագավորության ամբողջ տարածքը եւ այդ նույն նշանակությունը փոխանցել էին իրենց թագավորությանը։ Պատմահար Մովսես Խորենացին Երևաններին ներկայացնում է իբրև հայկազուններից սերող տոհմաճուղ, այսինքն մեր անվանադիր նախնու Հայկ Նահապետի հետ ուղղակիորեն փոխկապակցված փաստորեն ընտանիքի շարունակություն իբրև կրտսեր տոհմաճուղ։ Քսենոֆոնի աշխատությունը բացառիկ սկզբնաղբյուր է այդ ժամանակաշրջանի հայոց պատմության ուսումնասիրման համար։ Այն ներկայացնում է ոչ միայն էլիտաների, այսինքն մեր վերնախավի իրավիճակը, այլև այստեղ նա խոսում է բնակչության կենցաղի մասին։ Սկսած նրանից, թե ինչպիսին էին տները եւ մարդիկ ինչ լեզվով էին խոսում, մինչև այնպիսի հարցեր, թե մարդիկ ինչ զբաղմունք ունեին։ Միացեք մեր էջին, իմացեք ավելին մեր պատմության մասին։